շփվում եմ քաղաքացիների հետ, բավականին գիտակից հասարակություն ունենք, ես կարծում եմ վերջի 8 տարվա մեջ այդ հնարավորությունը, որ պետական ինստիտուտները տվել են, մեր քաղաքացիները բավականին ավելի տեղեկացված են, բավականին ավելի խորն են գիտակցում պետության դերը, նշանակությունը, պետության այն ինստիտուտները, որոնք որ պետք են հարատևելու համար, ուժեղանալու համար, կայուն լինելու համար, հարևանների հետ ճիշտ հարաբերություններ ստեղծելու, քաղաքացիները բավականին գիտակից են, հետո պատմական բոլոր այն սխալները, որոնք որ եղել են, քաղաքացիները ճիշտ հիշում են դրանց մի մասը։ Արոն Սուքիասյան, համացածու կարծես թե քննադատությունները հնչում այն մասին, որ երեք ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, ասում են այսօր կազմակերպվում է փարթի միջոցառում։ Բայց մի բան ասեմ, դուք լրագրող եք, կրթություն եք ստացել, դուք գիտեք, որ օրենքով տրված ա եղել, կարծեմ այս օրը տրված ա եղել այսինչ ամսվա, այսինչ ժամանակահատվածում, այնպես չի, որ հիմա եթե այս օրը 25-ը լիներ մի ոչ թե հանգստյան օր, այլ երկուշաբթի չէր լինի, ուղղակի ինձ է ստացվել, որ 24-ից հետո է եղել, նկատի ունեմ չէ, բայց դուք էլ բացատրեք, բայց լրագրողը ինչի համար է, ասվածա ներողություն, ես հիմա կասեմ, օրենքում ասվածա, որ այսինչ կիրակին, հիմա նենց է ստացվել, որ այսպես է ստացվել, կարար մի 3 օր հետո լիներ, բայց ոչ մեկ միտումնավոր չի ասել 24-ից հետո եկեք մենք քաղաքացու օր անենք։ Կարար, բայց արդեն որ օր է նշանակած, հնարավոր էր կարային մի օր կարային փոխեին, բայց հիմա կներեք, էլի մի բան էլ ասեմ, Հայաստանի Հանրապետությունում 25-ով ինչքան ծնունդներ կա, ինչքան նոր ծնունդ կա, ինչքան ծննդյան օրեր կան, ինչքան հարսանիքներ կան, դե ուզում եմ ասեմ հիմա գիտեք ինչ կա, ամեն մի օրը պետք է այդ վշտի օրը վշտով ապրենք, ուրախության օրը ուրախության, հիշելու օրով ապրենք։ Պարոն Սուքիասյան, Հայանիշ գյուղում այսօր առավոտյան հայտնաբերվեց մի շարք զինվորներին ուղարկված օգնություն, հագուստներ, ներքնակներ եւ մի շարք այլ պարագաներ, որոնք թաղվել էին այդ գյուղում։ Ինչ կասեք այդ մասով եւ իրավապահ համակարգի կողմից պատշաճ։ Ես չեմ հայտնաբերվել է, դե ուրեմն ապրեն իրավաբանները, չէ քաղաքացու, ապրի այդ քաղաքացին, որ հայտնաբերել է։ Ես կարծում եմ, այդտեղ համարակալած կլինի, հնարավոր է այդ փաթեթներից հասկանան որտեղից է, կարծում եմ նրանք ովքեր որ խախտել են, ես ձեզ մի բան ասեմ, հավատացած եղեք, այն համակարգը, որը որ մինչև 18 թվականն է եղել, այդ համակարգը բավականին հզոր ես մի անգամ 20 տարի առաջ մի բան եմ ասել, հետ ասեմ, որ բերեմ տրանսֆորմացնեմ, ես ասել եմ Հայաստանի Հանրապետությունում, կոռուպցիայի ինստիտուտը թողում է Հայաստանը այնքան տնտեսությունը զարգանա, որ հանկարծ շատ չզարգանա իրան պրոբլեմ ստեղծի կոռուպցիային, այլ թողում է այնքան զարգանա, որ ինքը միշտ դրանից օգտվի, հասկացաք ինչ եմ ասում, 20 տարի առաջ ես ասել եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը թույլ է տալիս տնտեսությունը այնքան զարգանա, որ շատ չուժեղանա կոռուպցիային վնաս տա, այլ այնքան զարգանա, որ կոռուպցիան միշտ կարողանա իրանից օգտվի։ Հիմա 18 թվականից հետո դիմադրությունը բավականին մեծ է Հայաստանում, ու դրանք տարբեր մակարդակներում նախ առաջինը նայեք, մի մարդ եթե ինչ-որ մի աշխատանք է կատարել, որ ցանկացած գումար իր համար շատ հեշտությամբ հնարավոր է եղել վաստակել անօրինական ճանապարհով։ Ինքը տենց հեշտությամբ հանձնվելու է, չեմ կարծում։ Ու ես կարծում եմ մեր հենց պետական ինստիտուտների բացթողումներից մեկն էլ դա է, որ ավելի շուտ չկարողացան դա խեղդել, չկարողացան դա ամբողջությամբ վերացնել, հաճախակի հանդիպում ենք այդպիսի բաների։ Այդ պարագաները, որ գտել եք, դուք կապում եք 2018 թվականից առաջ եղած համակարգի հետ։ Իհարկե, մի հատ բան ասեմ, այս փողոցում, որ մայթերը սարքել են, հիմա որ մայթերը սարքել են, ես երեք մի բան եմ նկատել, որ դա խայտառակությունների խայտառակությունն է, բայց անողը միջին օղակն է եղել։
Միջև անգամ դեռ բարձրաստիճան պաշտոնյաները կամ որոնք որ պատասխանատու են, այդ չեն տեսել։ Հայաստանի պատմության մեջ այդ կարգի սխալ տեխնիկական, ճարտարապետական չի եղել, բայց այդտեղ արել են։ Հիմա դա անողը ինքը թքած է ունեցել ցանկացած պաշտոնյայի վրա։ Ինքը մտածել է այդ պաշտոնյաները չեն զգա, տենց կանցնի։ Ես պատական անցել եմ, տեսել եմ։ Ինձ հասկացաք իմաստը որն է։ Հիմա ես կարծում եմ պետք է մեր պետական մարմինները ոչ թե այդ մարդուն աշխատանքից ազատեն, որտեղ այդտեղ որոշակի վթարի հետ առնչվող խնդիր կա, այլ պետք է միջև անգամ պատասխանատվության ենթարկել։ Ինչ է նշանակում։ Լիցենզիայից պետք է զրկեն, եթե գծագրողը նա է, կատարողը չի գնացի, ասես դու ապուշ չեք, ես ինչ եք ինձ տվել։ Նկատի ունեմ, լսեք, էլի, սա ամեն տեղ, ամեն օղակներում հանդիպում են։ Նոր հիմա մի մարդ կար մի հարցում բողոքեց, իհարկե չես կարող, որտեվ բոլորի ուշկումիկն է ոնց անեն այս իշխանությունը չլինի, որ իրանք գան նորից նույն գործողություններն անեն։ Բոլորս տեսնում ենք դա։ Հետո նայեք, էլի մի բան ասեմ։ Ես այսօր էլ որ ասեցի, այնտեղ խոսում էի նորից լրագրողների հետ, մեր ընտանիքի նկատմամբ 2007 թվականին թուրքական հարձակում ա եղել, նրանք որ ասում են թուրքական, հարձակում ա եղել, գիտեք ինչ ձևի, չեք պատկերացնում, ասում ա, բա գիտեք ինչ, սա անօրինականություն ա, պետությունը սա քաղաքական հետապնդում, չի, լսեք, չեք պատկերացնում ինչեր են արել, ինչեր են խլել, ոնց են խլել, դատարանն ասում են ոչ մի բան չեմ կարող անեմ, ցուցում կա պետք է սենց անեմ։ Հիմա ինչն են ինչի հետ համեմատում։ Նորմալ գոնե ինստիտուտները աշխատում են, ասում ներողություն, դատել եմ ուզում կրկնեմ, ասում փաստաբան։ Լսեք, ամբողջ աշխարհում, ամբողջ աշխարհի ժողովուրդը լուրջ խնդրեմ ունի փաստաբանների հետ։ Հենց մարդը ընկավ փաստաբանի ձեռը կործանված է։ Հիմա ասում փաստաբանն եկել է ինձ ինչ է սովորացնում։ Իմ կամ իմ երկրին ինչ է սովորացնում։ Գլուխը կողմա քաղաքական համակարգի մեջ ասում փաստաբան եմ։ Ինչի, որտեվ ինքը իրավականով ուժ չունի, սկսում է քաղաքական արտահայտվել։ Եթե իրավական դու ճիշտ ես, գնա քո իրավական ճանապարհով, դու ով ես որ քաղաքական մտքեր ես արտահայտում։ Լսեք, փաստաբանը իրավունք չունի քաղաքական միտք արտահայտի, փաստաբանը պետք է իրավական արտահայտի։ Խոսքը սրա մասին է։ Քաղաքական գործիչները կարան արտահայտվեն։ Բայց փաստաբանն էլ չէ։ Իրավական ոչ մի գործողություն չեն կարող։ Լսեք, փաստաբանը դրանով ուզում է իր այն պայմանագիրը, որը որ կնքել է, որ իրան գումարներ են փոխանցում, իր ուշքու միտքը ոնց անի, որ այդ գումարները իրան փոխանցեն։ Փաստաբանի ուշքու միտքն էլ դրսի փաստը, ամբողջ աշխարհում շփվում են, կարող եմ այս նոր մարդ եմ, չգիտեմ, փաստաբանական գործունեությունն ինչ է, աշխարհի տարբեր երկրներում նրանց դերն ու նշանակությունը ինչքան է, ու այդ պետությունները ինչքան են դրանց հսկում, որպեսզի այդ ժողովրդին բոլորին չսննկացնեն։ Մարդկա վերցնում է 3 տարի ձգձգում է, 3 տարի ասում է ինձ պետք է վճարես։ Ընտրությունների պարոն Սուքիասյան բան չմնաց, 1.5 ամիս բան մնաց, հա, եւ առողջապահական ապահովագրությունը, թոշակների բարձրացումը, նաեւ այս օրը ճոխ նշելը ընդդիմախոսները իշխանության ասում են ընտրակաշարքի յուրօրինակ ձև է, այսպես օրինական ձև է, տեսեք նաեւ Փաշինյանը իր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ մարդկանց է տեղավորում աշխատանքի, այսպես բարեգործություն է, հա, անում, բայց կարծես քրեական վարույթ այս առումով չի հարուցվում, մինչդեռ ընդդիմադիրներին ինչ որ ձայնագրում են Նախ առաջինն դուք պետք է շնորհակալություն հայտնեք հավելյալ արժեք ստեղծող հասարակությունից, որոնք որ այդքան կարողանում են բյուջե գեներացնել, որպեսզի այդ բյուջեով կարողանան այս ծախսերը անեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամբողջ տարին վճարում է հար, լավ մի օր ինքը իր օրը չունենա, նախ առաջինը ներողություն, այստեղ ոչ մեկ ձրի չի, նախ էս սնունդը վճարովի է մեկ, երկրորդ իսկ երաշտությունն ինչ է, որ մի հատ պետությունը իր լսեք, մի հատ էլ բան ասեմ ձեզ, հա, ուրեմն լսեք 90-ական թվականներին, երբ որ շատ ծանր էր վիճակը, մարդիկ առաջի հերթին սննդի խնդիր էին լուծում։ Հետո մի քիչ որ սկսեցին եկամուտ ունենալ, իրանց կենցաղի խնդիրը լուծեցին։ Մի քիչ ավելի եկամուտ ունենալ, որոշակի արդեն մեքենայի մասին մտածեցին, վերանորոգման մասին։ Նկատի ունեմ այս 8 տարվա ընթացքում 20 կամ 30 անգամ գումարը չի ավելացել, ավելացել է տարբեր պարագաներում, եթե վերցնենք շահութարկում մոտապես 5 անգամ, եթե վերցնենք բյուջեի մասով մոտապես 2 անգամ, դրա համար այս ժամանակները այդքան բավական չի, որ ասենք հիմա կարող է մի 2 տարի հետո
ամեն մեկին ինչ-որ մի բան բաժանվի, որովհետև պետությունը արդեն այդ հնարավորությունը ունի, կամ մի ուրիշ խնդիր էլ լուծի։ Ներողություն։ Տպավորություն ստեղծել են։ Որ տպավորությունը։ Դե թոշակների բարձրանալը 2 ամիս առաջ Բայց թոշակները լուրջ ֆունդամենտալ խնդիր է դա, չէ, նախ լսեք։ Չէ, նայեք ասեմ, նախ առաջինը բյուջեի հավաքագրման առումով շատ ժամանակ այս ծավալի մեջ մոտավորապես 30 միլիարդը, 40 միլիարդը կամ 50 միլիարդը կանխատեսելի կամ չկանխատեսելի դաշտում է։ Նկատի ունեմ հնարավոր է պատկերացնես այդքան գումար ավել կգա, հնարավոր է չէ։ Եթե հիշում եք կառավարության նիստի ժամանակ ասվեց, որ ավելի շատ գումար է եկել, այդ ավելի շատ գումարի արդյունքում դրա համար թոշակները բարձրացվում է։ Մարդիկ քննադատում են, որ հենց ապրիլի 24-ին հաջորդող օրը այսպիսի փարթի։ Անոր այդ մասին ես ասեցի, ձեզ էլ ասեմ, ի արգանքս ձեզ ասեմ, այտենց չի եղել։ Գիտեք, որ Կիրակի օրով է պայմանավորված եղել։ Ուղղակի թե շաբաթ հանգստյան օրով է, ներողություն, հանգստյան օրով է պայմանավորված եղել, ինչ որ կապված է եղել, որ հանգստյան, այսինչ շաբաթի, այսինչ ամսվա վերջին, հա։ Դրա համար հիմա կարող տարբեր ընկներ, ներողություն եմ խնդրում։ Կարող են լինեն մի 6 օր տարբեր լիներ կամ 5 օր տարբեր լիներ։ Ուղղակի այս անգամ սենց ա եղել, լավ, դա ինչ-որ թեմա է, որ հիմա եղել է։ Ոնց որ սքո օրա, ապրիլի 24-ը սքո օրա։ Մենք ուրեմն լսեք, պետքա սքո օրը, ես ասել եմ, սքո օրը պետքա սքենք, ուրախության օրը ուրախանանք, հիշելու օրը հիշենք։ Լավ, եկեք լսեք, ասեցի ես։ Մեծ համերգա լինելու մի վարքան։ Ժողովուրդ ջան, մի վարքան լսեք։ Որքան գումար են այստեղ ծախսել։ Մոտավոր ես հաշվեցի համաշխարհային աստղեր բերելով երևի 2-300 միլիոն։ Մի հատ կարամ մի բան ասեմ ձեզի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչքան գումար են գեներացել։ Սա ոչ մի բան է, մի հատ փոշի էլ չի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այդ շնորհակալության, որ քաղաքացիները այսօր 99%-ը հարկերը վճարում են ամբողջական։ Կարող է 1-2% տենց լինեն, որոնք որ չեն վճարում։ Դրա համար ես խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, թեկուզ այն հավաքարարների, որոնք որ իրենց աշխատավարձից եկամտահարկ են վճարում։ Դրանով ձևավորում է Հայաստանի Հանրապետության բյուջե, որով առողջապահական համակարգն է, բանակն է, կրթությունն է եւ մնացած ինստիտուտներն են։ Հարկերը բարձրացան 5%-ից դարձան 10%, դա նորմալ է։ Դուք որ չէ, ինձ պետք է ասեք, որտեղի շրջանառության հարկ նախ արդեն չկա, հանել ենք։ Չէ, ներողություն, հանել ենք բոլորին, հա, եթե որտեղ բոլոր ինստիտուտը պետքա գնա ավելացած արժեքի հարկի ինստիտուտ, ոնց որ Եվրոպայում, օրինակ, կա որ հյուրանոցային բիզնեսը, ներողություն, 5% է, կա որ 7% է, կա առաջի պահանջի ապրանք, գնում ես դու սուպերմարկետ, ձեռք ես բերում, օրինակ շաքարավազը 7% է, բայց մնացած այլ բաները 20% է։ Աստանա որ բարձրացել է, պարոն Սուչյան։ Չէ, ներողություն, ես հիշում եմ դա երբ որ բերեցին, ասեմ ինչ էր։ Իրանց նպատակը նա էր, որ բերեին հավասարացնեին, գոնե ավելացած արժեքի հարկի 20%-ի կեսը լիներ։ Դա ավելի մեծ բեռ։ Բայց ինչի՞ չեք ասում, օրինակ ոսկերիչների, որ 30-ից 40 հազար ոսկերիչ ունենք Հայաստանում։ Հիմա գիտեք, ավելացած արժեքի հարկի փոփոխություն արեցին, չգիտեմ, ստորագրել են, չէ, մի րոպե, սա երկար ժամանակ քննարկվող, ուսումնասիրվող, գնացել են այլ երկրներել են ուսումնասիրել, ինչի, որտեղ Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչին ընկնող ոսկերիչները բավականին բարձր տոկոս է։ Մեկ շնչին ընկնող։ Դրա համար եկեք միշտ մեկ շնչին ընկնողով հաշվենք, որտեղ մենք 3 միլիոնոց երկիր ենք, ասեք։ Դե գործարեք մի քիչ ավելի այդ նրբությունը են տիրապետում եք, բայց պարզ եթե լեզվով ասենք, քաղաքացին տեսնում է, որ իր վրա 5% է, դարձավ 10%, նախկինում 5%։ Չէ, նայեք մի բան ասեմ։ Նայեք, շրջանառությունը, Հայաստանի Հանրապետությունը ավելացած արժեքի հարկի գոտիում է։ Շրջանառությունը դա ուրիշ գումարի մասին է խոսքը, ավելացած արժեքի հարկ ինչի։ Շրջանառության դեպքում դու չես կարողանում դուրս գրել այդ գումարը։ Ավելացած արժեքի հարկի դեպքում էլեկտրաէներգիա մյուս դուրս ես գրել։ Ծախսագրում ես, հա։ Շրջարկով կարող ես։ Շրջարկով չկար։ Նայեք, ես ասեմ, 2000-ականին բարձրացած հարկը ես էի գրել կառավարության հետ այն ժամանակ։ Դարան ներկայացրեցի, որ փրկենք։ Հետո դրանք փոփոխելով եկան։ Ես վերջի անգամ հիշում եմ
որ բերեցին շրջանառության հարկը 5-ից 10 սարքեցին, ինչի համար, որ տարբերությունը մեծ չմի, խոշորները չգան դրանից օգտվեն։ Դուք դրա մասին եք ասում։ Վրաստանի օրինակին ծանոթ եք, որ այնտեղ կարծում եմ երևի եթե բիզնես ունեք այնտեղ ավելի լավ կիմանալ, որ Վրաստանում շատ ավելի ցածր է 1-1.5% է, այդ ավելի լավ պայմաններ են։ Մենք մի տոկոս դրել ենք բանին, ինքնազբաղերին։ Սամազանի տոյը ինքնազբաղը մի տոկոս է Հայաստանում։ Հաստատի 5%-ի դարձել է։ Նայեք, մի ուրիշ բան էլ ասեմ, IT ոլորտում ծրագրավորողները իրանց եկամտահարկից մեծ մասը հետ են ստանում։ Ուզում ասեմ, բավականին լավ բան էլ կա։ Էդ էլ ես մի հատ ավելի խորը ուսումնասիրեմ, լավ չեմ հիշում։ Պարոն բավականին խոսում է Հայաստանում քաղաքական, քրեական գործերը, որոնք ըստ փաստաբանների անձանց քրեական, քաղաքական ենթատեքստ ունեն։ Օրինակ, դուք ինչ կարծիք ունեք քաղաքական բանտարկյալներ։ Սամվել Կարապետյանը Աննա, լսեք, ոչ, Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ չի։ Նախ պետք է մի հատ հասկանանք Հայաստանի Հանրապետությունում մենք տանջում ենք, չարչարվում ենք, հարկ ենք վճարում, ոչ մեկի հետ ընկերություն չենք անում, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ մնացածի, լինում ենք օրենքի նկատմամբ շատ ուշադիր, մենք քաղաքական հետապնդման ենք ենթարկվում, հետո ինչ-որ մարդիկ գալիս են ասում են, այս երկրում ինչ-որ բան ենք ուզում անենք, չի կարող այդպիսի բան լինել, ես ձեզ վստահում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում օրենքը գործելու է, այդ փաստաբանական մտքերը, որ քաղաքական է, դա նրա համար է, որ փաստաբանը կներեք, օրինակ մեր ձևով եկեղեցում աջակցեք նախադասության մեջ, դուք ինչ վտանգ եք տեսնում, ինչ կոչ եք տեսնում։ Ես մի բան ասեմ ձեզի, իսկ դուք պետություն գիտեք ինչ է։ Դե եթե ուզում եք, ես կարող եմ ձեզ ասել, պետությունը ունի ինստիտուտներ։ Իսկ հնարավոր է, որ արդեն ամիսներ առաջ մեր պետական ինստիտուտները գիտեին ով է գալու, ինչ է անելու, ինչով է սկսելու։ Բայց դրա մասին ինչի չեք խոսում։ Բայց այդ չեք խոսում, խոսեք։ Ես չգիտեմ, ինստիտուտները գիտեն։ Ես չգիտեմ, ինստիտուտները գիտեն։ Կարապետյանը գալու էր կոչեր անելու, ինչ էր անելու։ Լսեք, մի բան ասեմ ձեզի։ Ձեզ ասեցի, պետական ինստիտուտները ավելի լավ են իմացել ու իմացել են ով ինչի համար է գալի։ Իսկ պետական ինստիտուտները չեն իմացել, որ այստեղ արդեն տարբեր մարդիկ տարբեր մակարդակներում խոսում էին, որ հիմա ոտի ենք հելնելու, փոխելու ենք, միջև արդեն այդ սկսելը։ Դուք գիտեք, մենք տվյալ չունենք։ Բայց դու ոչ չունեք այդ տվյալը դու, ես չունեմ, ես գիտեմ, որ լսեք, ես որպես քաղաքի տղա շատ բան գիտեմ, որպես Երևանի բնակիչ։ Ինձի մարդիկ այն ժամանակ էլ են, չէ՞ ասել, բայց բացի ինձանից ես ով եմ, եթե պետական ինստիտուտները 100 անգամ ինձանից մեծ հնարավորություններ ունեն, ռեսուրսներ ունեն։ Այդ նախադասության համար է Սամվել Կարապետյանը։ Բայց ես ձեզ ասեցի, նախադասություն ինչ է նշանակում, տենց չի որ նախադասություն։ Այդ նախադասության համար է, հիմա ինքը տնային կալանք։ Այդ ես խնդրում եմ իրավական համակարգին դիմեք, ես ձեզ խնդրում եմ իրավական համակարգին դիմեք, ես ձեր համակարգը լավ ճանաչում եմ, ես ոչ մի վտանգ, ոչ մի տեղ չեմ տեսնում, Հայաստանի Հանրապետությունը կայուն է լինելու, զարգանալու է, ուժեղանալու է, բարեկեցությունն էլ ավելացնելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ասեք։ Քաղաքացիական պայմանագրի ծրագրի մեջ, որը ներկայացվում է, այնտեղ կետ կա, որը վերաբերում է եկեղեցուն եւ Փաշինյանը այսպես նաեւ տեսաղուերցով, հանդես եկավ, շարունակվում է ՔՊ-ի պայքարը եկեղեցու դեմ, կաթողիկոսի դեմ, եկեղեցի չէ, մի րոպե, դուք արդեն ֆրանսերեն ենք խոսում իրար հետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը չեմ կարծում ասած լինի եկեղեցու դեմ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը չէ, դուք երկուսն էլ օգտագործիկ, եկեղեցին էլ կաթողիկոսն էլ։ Հիմա լսեք, կաթողիկոսը իր սաղ ցեղով բիզնեսների է վերածել մոմից սկսած ամեն ինչը։ Մի օր մի հատ պատմության մեջ եմ ես ընկել։ Ուզում եք պատմեմ։ 10 տարի առաջ Ծառուկյան Գագիկի եկեղեցին, որը որ կառուցվել է Աբովյանում, եկեղեցականները պահանջել էին իր հետ հանդիպան, այդ պահին մենք իրար հետ էինք։ Եկեղեցականները եկան, ասեց, դե գիտեք, ասեց, արտասահմանից եմ առել այդ մոմերը, ասեց շատ եմ առել, թողեք գոնե այդ իմ մոտ էլ ասեց փողով չի։ Նախ պնդում էին, որ պետքա գումարով լինի։ Ինքը ասում էր իմ մոտ գումարով չի։ Մարդիկ վերցնում են, օգտագործում են։ Հետո պայտակ ես հարց տվի, ասի, բայց բանը, պարոն Ծառուկյանը բողոքում ասում է, անվորակա, բա ով անում։
ասեց էդի կաթողիկոսի բիզնեսն է, մենք չենք կարա պատասխանենք ինչ։ Այստեղի քահանա։ Քահանա չէ, ավելի բարձր պաշտոնյաները ինչ եմ ուզում հիմա այտենց մտնեմ այդ դաշտի մեջ, լսեք ուշադիր։ Ես այդտեղ ջղայնացա, ասի ինչ է նշանակում, ասի որակով մոմ տվեք։ Հիմա դուք եկել եք ինձ ասում եք, թե իրենց բիզնեսն է, ինչ եք ուզում, վարչապետից ինչ եք ուզում։ Ինչու այդ ժամանակ չբարձրաձայնեցիք, պարոն Սարգսյան։ Որտեվ այդ ժամանակ ուրիշ իշխանություններ չէր կարա, դա այդ իշխանությունը լսեք, այն ժամանակ իրար հետ սերտաճած էին, ինչ պետքա բարձրացնել, կամ իմ հարցն էր եւ իմ հարցը չէր։ Եկել են։ Ես ջղայնացա ուղակի որ բան էր, անորակա ու ասում մենք չենք կարա ոչինչով օգնենք։ Լսեք մի բան ասեմ ձեզի ուշադիր լսեք, այդ մտերմությունը ինձ հարցրեք ինչ աստիճան ա եղել, ասեմ ինչ աստիճան ա եղել, իհարկե ես արդեն ինձանից ինչ-որ բան եմ ներկայացրել 90-ականներից սկսած, իհարկե ես բիզնես եմ ունեցել, իհարկե ես հնարավորություն եմ ունեցել, իհարկե բավականին շատ աշխատատեղեր եմ ստեղծած եղել, իհարկե պետք է ցանկացած իշխանություն ինչ-որ աստիճանի հարաբերություն պահել, իհարկե ես էլ որպես բիզնեսի ներկայացուցիչ պետք է ինչ-որ աստիճանել ես պահեի։ Հիմա դուք դա վերագրում եք դրա անունը ինչ եք ասում, որ ես պետության քաղաքացի եմ, ես պետության օրենքներով պետք է շարժվեի։ Շատ ժամանակ անօրինականություններ ելնում։ Հիմա դուք ինչ եք ուզում, որ ես ինչ անեի։ Մազերս խառնեին դե առաջ ինչ անեի։ Ասում եմ շփվել եմ բոլորի հետ, ես թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից բոլորի հետ շփվել եմ, լավ տեղյակ եմ, մեր սխալներն էլ լավ գիտեմ, ուրիշների սխալներն էլ լավ գիտեմ, այսքանը ասեք խնդրեմ։ Ձեր խնամի Գագիկ Ծառուկյանի հետ ինչ հարաբերություններ ունեք։ Շատ լավ հարաբերություն ունեմ, խնամիները վատ հարաբերություն չեն ունենում, այդքան է։ Բայց ես իմ քաղաքական կարծիքն ունեմ, միտքն ունեմ, իմ քաղաքական ուղղությունն ունեմ, պարոն Ծառուկյանը իրեն ունի։ Ոչ մի անգամ չեմ քննարկել, չեմ էլ ուզում քննարկեմ, որովհետև ես ինքս իմ գիտակցությունն ունեմ։ Պարոն Սարգսյան, իսկ Սամվել Ալեքսանյանի հետ ինչպիսի հարաբերություններ։ Շատ լավ, բոլոր գործարարներին ես հարգում եմ, որովհետև բոլորը գեներացնում են, բոլորը բյուջե են վճարում եւ ես հարգում եմ իրանց բոլորին։ Պարոն Ալեքսանյանը գրեթե բոլոր իշխանությունների հետ աշխատել է, ՀԿ-ից պատգամավոր եղել, հիմա ԿՊ-ի հետ այսպես սերտաճում, այս ամեն իշխանության հետ սերտաճելը դա ինչ մարդկային որակի մասին։ Այդ գիտեք ինչ մարդկային որակի մասին է, ես ուզում եմ ձեզ ասեմ ու մեզ բոլորիս, որ սովետը դեռ մեր ուղեղի մեջից դուրս եկած չի, դուք այդքան երիտասարդ եք, բայց սովետից բխող հարցեր եք տալի։ Հայաստանի Հանրապետություն, լսեք, գնացեք նայեք նույն վերցնենք Ֆրանսիայի Հանրապետությունը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, շատ լավ հարաբերություն ունի եւ Մակրոնի հետ, որտեղ ինքը 76 տարեկան է, եւ Շիրակի հետ, եւ Հոլանդի հետ, եւ Սարկոզիի հետ, այդ մարդը ինչ անի, գնա իրանց ասի, եկել եմ ձեզ ինչ անեմ, այն իր համար բիզնես է ստեղծում, նա նրա համար երկրի նախագահ է, բիզնես է ստեղծում, մյուս նախագահն է գալի, նա բիզնեսմենը այն մյուս նախագահն է գալի, ինչ պետք է անի Ֆրանսիայի թեկուզ 200 միլիարդ կարողություն ունեցող մարդը, պետք է հարգի իր երկրի նախագահին, եթե ինչ-որ մի խնդիր է պետք այդ ինստիտուտներին կարա դիմի, բայց հիմա մենք Հայաստանում ասում ենք Սամվել Ալեքսանյանը բոլորի հետ լավ ա եղել, բա ինչ պետք է աներ, ինչ կարար աներ Սամվել Ալեքսանյանը։ Դե հիմա ինչ պետք է, այն ժամանակ մի քիչ ավելի գրուբի էին, հիմա էլ գցենք Սամվել Ալեքսանյանը այս իշխանության հետ առնչությունները մենակ էլի որպես տնտեսություն, որպես պետություն։ Առաջ մի քիչ ուրիշ է եղել, հիմա ուրիշ է, ինչ եք ուզում։ Այսքանը։ Ես էլ եմ ուզում ասեմ, որ հիմա ուրիշ է, ավելի ազատ են տնտեսվարողները, ավելի հանգիստ են։ Շատ շնորհակալ եմ, ապրեք, լավ մնացեք։